Այսօր ես ձեզ կպատմեմ մի աղջկա մասին, ով շատ նման էր Անբան Հուռիին։ Եկեք այս աղջկա անունն էլ դնենք Անբան Հուռին։ Մի փոքրիկ գյուղում ապրում էր Հուռի անունով մի աղջիկ։ Նա շատ անբան էր, ամբողջ օրը պառկում էր, ուտում, քնում ու երբեք չէր ուզում աշխատել։ Նրա մայրը միշտ փորձում էր նրան սովորեցնել գործ անել, բայց Հուռին ամեն անգամ արդարացումներ էր գտնում։ Երբ մայրը խնդրում էր ջուր բերել, նա ասում էր, թե հոգնել է։ Երբ ասում էր տունը հավաքի, Հուռին պարզապես շրջվում էր մյուս կողմ ու ձևացնում, թե չի լսում։ Մի օր մայրը նրան ուղարկեց ջաղաց, ցորենը աղալու։ Հուռին դժկամությամբ վերցրեց պարկը եւ դանդաղ ճանապարհ ընկավ։ Ճանապարհին նա մի քանի անգամ նստեց հանգստանալու, հետո էլ հասնելով ջաղաց, անմիջապես պառկեց ու քնեց։ Քանի որ Հուռին սովորաբար չի աշխատել, այս աշխատանքը նրա համար իսկական դժբախտություն էր։ Նա շատ հոգնած էր։ Նստել ու բողոքում էր ամեն ինչից, ցորենի ծանրությունից, ճանապարհի երկարությունից, ամեն ինչից, ինչից հնարավոր է։ Մինչ նա քնած էր, անցնող մարդիկ վերցրին նրա պարկը ու տարան։ Հուռին ոչինչ չզգաց։ Երբ արթնացավ, տեսավ, որ պարկը չկա, բայց դա էլ նրան շատ չանհանգստացրեց։ Նա դատարկաձեռն վերադարձավ տուն, ամբողջ ճանապարհին մտածելով, թե ինչ պետք է ասի մայրիկին։ Մայրը շատ բարկացավ, իսկ Հուռին նորից արդարացումներ գտավ ու վերջում կրկին պառկեց քնելու։ Եվ այդպես Հուռին մնաց նույն անբանը, որը չէր աշխատում։ Գիտեք այս հեքիաթը ինչ է սովորեցնում։ Սովորեցնում է, որ ծուլությունը բերում է կորուստների, իսկ աշխատասիրությունը ձեզ կբերի հաջողության։